Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօր վերափոխման մեռելոցն է եւ մենք հավաքվել ենք Սուրբ Պատարագ մատուցելու ի հիշատակ մեր ննջեցյալների, որովհետեւ Մայր եկեղեցին մեզ թելադրում եւ առաջնորդում է, որպեսզի մեր անցյալներին, մեր մեծերին չմոռանանք, այլ եթե 3 տոնա կատարեցինք վերափոխման տոնը, ապա այսօր վերափոխման երկրորդ օրը, որտեղ 9 օր դեռ տոնում ենք վերափոխման տոնը, այսօր երկրորդ օրը, հիշատակենք մեր հանգուցյալներին, նրանք ովքեր որ ապրեցին մեզնից առաջ կամ մեզ հետ եւ գնացին այս աշխարհից։ Իրենց հիշատակելով աղաչենք, որ Աստված իրենց խաղաղության լույս կայաններին արժանացնի։ Մի պահ մտածեցի, ասեցի, ինչքան հուշեր ու հիշատակներ կա, օրինակ ասենք, իմ տատուս հետ նստած զրուցում էինք, քաղցր անուշ, այդպես մի անուշ միջավայր, պապուս հետ նստած զրուցում էինք, օրինակ չէ, այդպես հիշողություններ կա, եւ կարծեք թե իրենք գնացին այս աշխարհից, բայց հիշողություններով միշտ մեր մտքի, մեր հոգու մեջ եղան, բայց նաեւ առավել եւս իրենք գնացին Աստծո առաջ ներկայանալու եւ իրենք կենթանի են հոգով, ժամանակավոր հոգեղեն կայանում են սպասում, մինչեւ Աստծո տնօրինությունների իրագործվելը, այսինքն մեռելների հարություն եւ ահեղ դատաստան, եւ իրենք ժամանակավոր հոգեղ են կայանում, դեռ չգիտեն դատաստանի ելքը եւ ոչ ոք չգիտի դատաստանի ելքը, մենք էլ չգիտենք դատաստանի ելքը, դրա համար ձգտում ենք, որ արժանապատիվ ապրենք, ձգտում ենք, որ մեղքից հեռու լինենք, ձգտում ենք, որ սրբությամբ ապրենք, որովհետեւ որքան մարդու կյանքը, վարքը, կենսագրությունը դեպի Աստված քայլք է, որքան լցված է կենսագրությունը առաքինության ու սրբության գործերով, այնչափ շատ մեծ է հավանականությունը, որ հավատացյալ Քրիստոսին հավատացող, Քրիստոսի արյամբ սրբագործված, Քրիստոսի պատվիրանը պահած մարդը պիտի ահեղ դատաստանից փրկվի ու հավիտենական կյանքին արժանանա։ Դրա համար մենք ոչ միայն հիշատակում ենք մեր հանգուցյալներին, որոնց հետ սիրո հարգանքի անքակտելի կապերով ենք կապված եղել եւ մնում թերևս մեր կյանքի ողջ ընթացքում, այլ նաեւ իրենց փրկության համար ենք աղաչում Աստծուն, այլ խնդրում ենք, որ Աստված ողորմություն անի իրենց, օրհնի իրենց, երկնային լույսերին արժանացնի։ Տոնակատարեցինք Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի տոնը եւ դեռ 9 օր կտոնակատարենք եւ ինչպես նաեւ այսօր Մայր եկեղեցին ընթերցեց Ղուկաս ավետարանից մի հատված, որտեղ եւս մի գործող դեմք կար, Հովհաննես Մկրտչի մայրը, Եղիսաբեթը, Մայր Եղիսաբեթը։ Եվ կուզենամ, որ այս հատվածը ոչ միայն կարդանք, այլ նաեւ այստեղ եղող այս հանդիպումը այդպես անդրադառնանք մի հետաքրքիր տեսանկյունից։ Այդ օրերին Մարիամը վեր կացավ եւ շտապով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, այսինքն այն օրերին, երբ որ Ավետիսը ստացավ, որ ինքը աշխարհի փրկչին պիտի ունենա։ Մտավ Զաքարիայի տունը, Զաքարիա քահանան արդեն տաճարում սպասավորելուց տեսիլքը տեսել էր եւ արդեն այդ դեպքերի 6 ամիս էր անցել։ Եվ 6 ամիս հետո Մարիամ Աստվածածինը Գաբրիել հրեշտակապետին տեսավ եւ վեր կացավ ու շտապով գնաց, որովհետեւ տեսիլքի մեջ նաեւ Եղիսաբեթի մասին խոսեց Աստծո հրեշտակը։ Գիտեք, այն ժամանակ այսչափ կապը ամուր չէր, այսինքն տեխնիկական հնարավորությունը մեծ չէր։ Մարդիկ իրարից տեղեկություններ տարին մի անգամ, մի քանի տարին մի անգամ կարող է ստանային, երբ որ իրարից հեռու էին։ Իսկ Եղիսաբեթ եւ Մարիամ Աստվածածինը մորաքրոջ դստրեր էին։ Չնայած Եղիսաբեթը տարիքով շատ մեծ էր Մարիամ Աստվածածնից, բայց որովհետև Մարիամ Աստվածածինը ծեր ծնողներից էր ծնված։ Դրա համար էլ Եղիսաբեթը մեծ էր Մարիամ Աստվածածնից,
բայց իրենք մորաքրոջ դստրեր էին։ Դրա համար երբ որ Մարիամ Աստվածածինը տեսավ Գաբրիել հրեշտակապետից լսեց ոչ միայն իրեն վերաբերվող խոսքեր, այլ նաև իր մորաքրոջ աղջկան վերաբերվող խոսքեր, որ գիտեք Եղիսաբեթը ամբողջ կյանքում զավակ չէր ունեցել եւ իրենց համար դա շատ ցավոտ հարց էր։ Դրա համար անմիջապես վեր կացավ ու շտապով գնաց Եղիսաբեթին տեսակցության։ Բայց այս տեսակցությունը սովորական մի պարզ երկու մարդկանց հանդիպում չէր։ Սա շատ հետաքրքիր մի հանդիպում էր։ Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, մանուկը Հովհաննես Մկրտիչն էր դեռ չծնված։ Եվ Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով, սա մի պահ էր, երբ որ Մարիամ Աստվածածինը արդեն Սուրբ Հոգով լցված, աշխարհի փրկչի մոր խոստումը ստացած, Աստծու ծրագրերի առանցքային դերակատարում ստանձնած, եւ ահա գնում մոտենում է, ողջույն է տալիս, եւ Եղիսաբեթի մանուկը խաղում է, սա Հովհաննես Մկրտիչն էր, որտեղ Հիսուսի այցելությանը Հովհաննես Մկրտիչը ուրախացավ։ Հովհաննես Մկրտիչը հետագայում պիտի ասեր, եւ ես նրա կոշիկի կապերն արձակելու արժանի չեմ։ Ուրեմն խաղաց Հովհաննես Մկրտիչը։ Եղիսաբեթը ցնծած եւ լցվեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղեց ու ասաց. Չեմ կարծում, թե սովորական երկու կնանիկ հանդիպեն, այս տեսակի խոսան իրար հետ։ Մի հատ ուշադրություն դարձրեք այս պարզ հանդիպման ժամանակ ինչպիսի խոսքեր է հնչում։ Օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը։ Եղիսաբեթը ոչինչ չգիտեր Մարիամ Աստվածածնի մասին։ Ոչ Գաբրիել հրեշտակապետի տեսիլքը գիտեր, ոչինչ։ Մարիամը Գաբրիել հրեշտակապետից արդեն լսել էր։ Չնայած որ Զաքարիա քահանայի պատահածը շատ տարածված էր արդեն, որտեղ հրաշքներ կատարվեց Աստծու տաճարում եւ տարածված էր, բայց Մարիամ Աստվածածնի մասին Եղիսաբեթը չգիտեր։ Հենց չիմանալով հանդերձ լցվեց Սուրբ Հոգով եւ տեսեք ինչ ասում. Օրհնյալ ես դու կանանց մեջ։ Մարիամ Աստվածածինը օրհնված է կանանց մեջ։ Օրհնյալ է քո որովայնի պտուղը, պտուղ արդեն կար։ Տեվաբար նաև պտուղն է օրնում։ Որտեղից ինձ այս ուրախությունը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մոտ գա, Հիսուսին Տեր կոչեց։ Մարիամ Աստվածածնին էլ Տիրոջ մայր։ Ինչ ուրախություն ասեց, իմ Տիրոջ մայրը եկավ։ Եվ Տիրոջ մոր ձայնը, երբ որ լսել էր, ինքը մանուկը խաղացել էր։ Ինքը լցվեց Սուրբ Հոգով եւ հանճարեղ այս խոսքերը ասեց. Որովհետև ահավասիկ, երբ քո ողջունի ձայնը հասավ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ Հովհաննես Մկրտիչը ցնծացել էր։ Եվ երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն։ Էլ ոնց կատարվեն։ Երկու անուն եք տալիս եւ երկրագնդի պատմության գլխավորներն են։ Հովհաննես Մկրտիչ, Տեր Հիսուս Քրիստոս։ Էլ ոնց կատարվի։ Մշո Սուլթան Սուրբ Կարապետ։ Տեր Սուրբ Կարապետի անունով է։ Գիտեիք, Մշո հռչակավոր վանքը Սուրբ Կարապետ, հենց Սուրբ Հովհաննես Մկրտչի անունով է։ Եվ նաև բազմաթիվ Սուրբ Կարապետներ, Սուրբ Հովհաննեսներ։ Տեր Հիսուսին չեմ անդրադառնում, արդեն հասկանալի է, թե ով է այդ մանուկը, աշխարհի փրկիչը։ Իսկ Մշո Սուլթան Սուրբ Կարապետն ինչու հիշեցի, որտեղ բոլոր ազգերի մեջ ամենահռչակավոր տաճարներ հենց Հովհաննես Մկրտչին են նվիրված։ Երբ որ Հռոմ գնացել էինք Սուրբ Պետրոսի տաճար ուխտագնացության, իմացանք, որ Լատերանի տաճարը, որտեղ նստած են եղել Հռոմի պապերը,
Սուրբ Հովանես Մկրտչի անունով է։ Եվ այդպես տարբեր երկրներ, երբ որ ուխտի են գնում, իրենց լեզուներով, իրենց հնչողություններով, լսում ենք, որ իրենց ամենագլխավոր մեծ տաճարներ կամ Մարիամ Աստվածածնին են ընծայված, կամ Հովանես Մկրտչին, որովհետև Սուրբ Հովանես Մկրտիչը Քրիստոսի առաքելության նախակարապետն էր, առաջնեկն էր, առջևից գնացողն էր, ճանապարհ հարթողն էր, եւ այդպես էլ իր պատիվը ամբողջ քրիստոնյա աշխարհում տարածվեց եւ հաստատուն կա մինչեւ այժմ։ Այժմ էլ Սուրբ Կարապետի բարեխոսությունը մենք շատ ենք խնդրում։ Հայաստանում մի հռչակավոր, բայց փոքրիկ սրբավայր ունենք։ Հարթագյուղի Սուրբ Կարապետ։ Մենք Հարթաղջին ենք շատ լսել ու գործածել, Հարթաղջի Սուրբ Հովանես։ Հիմա Հարթագյուղը պիտի ավելի շատ գործածենք, որտեղ շատ գեղեցիկ բառ է գյուղին տրված, անուն է տրված, Հարթագյուղի Սուրբ Հովանես։ Սա Հովանես Մկրտչի անվան ընծայված սրբավայրը, որտեղ հազարավոր հրաշքներ են կատարվում։ Զնջրլուի Սուրբ Կարապետ եւ էլի Սուրբ Հովանեսի անունով Կոնդում Սուրբ Հովանես ունենք, Մղճան գյուղում Սուրբ Հովանես ունենք եւ շատ Սուրբ Հովանես Մկրտչի անվան ընծայված բազմաթիվ սրբավայրեր ունենք եւ տեսեք, որ Հովանես Մկրտչի մայրը այսպիսի խոսքերով դիմում է աշխարհի փրկչի մորը եւ նրանց մեջ, որ բնակվում էին նրանց շուրջը եւ Հրեաստանի ամբողջ ներողություն 45 ամառից շարունակենք եւ երանի նրան, որ կհավատա, թե Տիրոջ կողմից իրեն ասվածները կկատարվեն եւ Մարիամն ասաց, այստեղ ես շատ եմ զարմանում, 15 տարեկան աղջիկ երեխան այսպիսի իմաստությամբ հասունացած մի աղջիկ, սա ապշեցուցիչ է եւ Մարիամն ասաց, իմ անձը կփառավորի Տիրոջը եւ իմ հոգին ցնծած իմ փրկիչ Աստծով, որովհետեւ նա իր հայացքը դարձրեց իր աղախնի խոնարհության վրա եւ ահա այսուհետեւ բոլոր սերունդներին երանի կտան, որովհետեւ ամենազոր Աստված մեծամեծ գործեր արեց ինձ համար եւ նրա անունը սուրբ է, նրա ողորմությունը սերնդից սերունդի երկյուղածների վրա է, նա իր բազուկով զորությունի գործ դրեց, ցրեց ամբարտավաններին իրենց սրտի խորհուրդներով, հզորներին տապալեց իրենց աթոռներից եւ բարձրացրեց խոնարհներին, քաղցածներին լիացրեց բարիքներով եւ մեծահարուստներին ձեռնունայն արձակեց, նա պաշտպան կանգնեց իր ծառային Իսրայելին, հիշելով իր ողորմությունները, ինչպես ասել էր մեր հայրերին Աբրահամին եւ նրա սերնդին Հավիտյան։ Մարիամը գրեթե 3 ամիս մնաց Եղիսաբեթի մոտ եւ դարձավ իր տուն։ Այս հանդիպումից եւ 3 ամսից ուրիշ ոչինչ չգիտենք։ Միայն այս պատվավոր 2 խոսքերը։ Եվ կարծում եմ, որ սրանք պարզ խոսքեր չէին, սրանք Աստծո Սուրբ Հոգուց թելադրված հավերժական հուշարձաններ էին։ Գիտեք, մեր ժամերգության մեջ, առավոտյան ժամերգության մեջ մեծացուսեն առանձին բաժին է, հենց այս խոսքերը, որ Մարիամ Աստվածածին ասեց Եղիսաբեթի ողջունին ի պատասխան, իմ անձը կփառավորի Տիրոջը ասեց, չէ՞, իմ անձը կփառավորի Տիրոջը, մեծացուսե անձնի մստեր գրափարով, մեծացուսե անձնի մստեր եւ ցնծացավ հոգին Աստծո փրկչավ իմով, այսինքն այս խոսքերը մեր ամենօրյա պաշտամունքի առավոտյան ժամերգության անխափան մասերից մեկն է։ Սա ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, թե քանի միլիոն հոգի են աղոթել այս խոսքերով, եթե չասեմ միլիարդ։ Սա շատ հետաքրքիր է, որ մի պարզ հանդիպում, 2 պարզ կանայք, բայց Սուրբ Հոգով լցված, ինչ բարդ աստվածաբանություն է խոսում։ Մարիամ Աստվածածնի խոսքը, որ վերլուծես, ամբողջ փրկաբանական ծրագիրը մեջտեղ կգա։ Եղիսաբեթի ողջույնը, այսպես
յուրիշ տեսակ պաշտոնական լեցուն, իմաստներով լեցուն, մարգարեական հոգով լեցուն, դրա համար ես ամեն անգամ երբ որ անդրադառնում եմ այս խոսակցությանը, սա ինձ վրա շատ ազդում է, որտեղ այստեղ Աստծո հոգու ներգործությունն էր երկկողմանի, թե Եղիսաբեթի, թե Մարիամ Աստվածածնի վրա, եւ այստեղ հնչածը աստվածային իմաստություն էր, որը թող մեզ ուղեկցի մեր ողջ կյանքի ընթացքում, այս միտքը, այս խորհուրդը, այսպիսի հարգանքը Մարիամ Աստվածածնի նկատմամբ, որ ասում ենք օրհնյալ ես դու կանանց մեջ եւ օրհնյալ է քո որովայնի պտուղը եւ նա ասում է մեծացուց սազնի մստեր իմ անձը կփառավորի Աստծուն որտեղ նա զորությունի գործ դրեց եւ տարբեր գործընթացներ են նկարագրում որոնք ամբողջն են կատարվեցին այնպես որ սիրելի հավատացյալ ժողովուրդ հիմա փաստորեն երկուսն էլ ննջեցին եւ Եղիսաբեթ մայրիկը եւ Մարիամ Աստվածածին երկուսն էլ ննջեցին Մարիամ Աստվածածինը վերափոխվեց երկինք ուրեմն այսօր մեռելոց հիշատակություն է եւ այն աշխարհի մեջ ասուն է հայտնի թե ով ինչ տեսակ իրավիճակի մեջ է սուրբերը Աստծո մոտ են սովորական մարդկանց համար էլ աղոթում ենք առ Աստված մենք էլ դեռ մարտնչող եկեղեցու անդամներն ենք Պողոս Առաքյալն այսօրվա թղթի մեջ ասում է տաճար եւ բնակարան եք Սուրբ Հոգի Աստծո սուրբերը ապրեցին այդպես նույնիսկ իրենց ոսկորները տաճար ու բնակարան են որտեղ Գրիգոր Լուսավորչի տեսիլքի մեջ էլ անդրադառնալով ասում է Քրիստոս բնակվում է նրանց ոսկորների մեջ անգամ եւ չի բաժանվում իր սիրելիներից, իր զավակներից, իր կամքը կատարած իր սուրբերից այդպես էլ մեզանից յուրաքանչյուրով կարժանանա Աստծո իմաստությամբ լցվելու լինելու տաճար եւ բնակարան Սուրբ Հոգի Աստծո նույնիսկ որ մեռնի էլ Աստված անբաժան իր հետ է եւ ոսկորների հետ եւ հոգու հետ որ անվախճան հավիտենության մեջ պիտի Աստծո հատուկ խնամքին արժանանա ամեն հավատացյալ մարդ թող Աստված ընդունի մեր բոլոր աղոթները եւ մեր անցավորած երկնքի արքայություն արժանացնի շնորհ սեր եւ խաղաղություն ձեզ Սննդամենեսյան ամեն